Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն են նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը եւ կուսակցության Երևանի տարածքային կազմակերպության ղեկավար Ռադիկ Ներսիսյանը։ Մենք խոսել ենք Կոմիտաս 5-ի շինարարության հետ կապված։ Դուք գիտեք, որ այդ հարցը բավական երկար ժամանակ հանրային ուշադրության կենտրոնում էր, եւ ես որքան հասկացա, կուսակցությունը փորձել է անել օբյեկտիվ անկողմնակալ հետազոտություն հարցի երկու կողմերից եւ այդ հետազոտության արդյունքները հիմա կներկայացնեմ մեզ։ Համեցեք։ Այո, շնորհակալություն։ Ուրեմն ինչպես սկսվեց մեր ներգրավվածությունը Կոմիտաս 5 իրադարձություններին, բնականաբար մինչև այդ մենք տեսանք, որ որոշակի դրսևորումներ եղան ակտիվիստների եւ նախախորհրդարանի ակտիվի կողմից, ուղղված ճանապարհների փակելու եւ այդ տեսարանները, որ ես տեսա, ճիշտն ասած, այսօրվա մեր խժդժությունների այս ֆոնի վրա բնականաբար իսկապես իմ մեջ վախն է շնչեց, թե այս ինչ է կատարվում։ Առանց էնել մենք արդեն հայտնվել ենք մի այնպիսի իրադրության մեջ, որ գերտերությունների համար մի գեղեցիկ, այսպես ասած, համբի, այսպես ասած, պատճառ կարող ենք հանդիսանալ։ Հիմա էլ ներքի խժդժությունները հասունանային աստիճան, որ քաղաքացիական պատերազմի հետ ամեն ինչը վերածվի։ Մեկս մյուսին սկսենք վարկաբեկել եւ բնականաբար արդեն ակտիվ ձևով ցանկացա մասնակցեմ, տեսնեմ, թե ինչ ընթացք պիտի ստանա այդ ամբողջ գործընթացը։ Եվ նաև սկսվեց նրանից, որ մեր Արաբկիր համայնքի բազային կազմակերպության ղեկավարներից մեկին բնակիչները այդ ամբողջ ընթացքում դիմել էին, որ այս խնդիրը կա, տարիներ շարունակ մենք պայքարում ենք, այս շինարարությունը այստեղ չիրականացնելու համար օբյեկտիվ հիմքեր ունենք եւ այլ, եւ բնականաբար եկան մեր գրասենյակ խնդրո առարկան հավուր պատշաճի ներկայացնելով։ Բնականաբար գիտեք ինչ, այսօրվա հասարակությունը, այսօրվա մեր բնակչությունը, քանի որ մենք չունենք իսկապես պետություն, ես այդ բառը կարող եմ հստակ եւ գիտակցաբար արտահայտել, որ մենք այսօր չունենք պետություն։ Բնականաբար, երբ որ մենք չունենք պետություն, այդ պետություն բառի իսկական իմաստով, հասարակությունն էլ կարող է շեղվել այլ ուղղություններով գնալ։ Բնականաբար բոլոր հասարակական շերտերը, սոցիալական շերտերը չեն կարողանա դրսևորել այն օբյեկտիվ վարքագիծը, որը պիտի դրսևորեն։ Եվ բնականաբար զրուցելով բնակիչների հետ, ծանոթացանք խնդրո առարկայի հետ։ Բնակիչների հետ զրուցելուց հետո բնակիչների ամբողջ խնդիրը կայանում է նրան, որ ավելի շատ անձնական վիրավորանքներ պարսկահայ Էդուարդ Քեշիշ Աբրահամի նկատմամբ։ Բնականաբար արդեն ինձ մոտ հարց ծագեց, որ մի հատ պետք է նույնպես ծանոթանալ այդ Էդուարդ Քեշիշ Աբրահամի հետ։ Հեռախոսահամարը վերցրեցի, զանգահարեցի, ցանկացա հանդիպում նշանակել, հանդիպեցինք շատ կիրթ ձևով, շատ հանգիստ ձևով, առանց վարկաբեկումների, որպեսզի հասկանամ, տեսնեմ ինչ է կատարվում։ Եվ Էդուարդ Քեշիշ Աբրահամը ներկայացրեց իր տեսակետը։ Ուրեմն գործը սկսվել է դեռևս 2007 թվականին, ուրեմն Երվանդ Զախարյանի քաղաքապետ լինելու օրոք այդ հողատարածքը վաճառվել է Ոմն Արմեն Էսինչյանին եւ բնականաբար որպես հողատարածք բնակելի շենքի հատվածում, որտեղ 3 բնակելի շենքեր կան, այդ հողատարածքը վաճառվել է։ Նախ առաջին սխալը գալիս է հենց Երվանդ Զախարյանից։ Բնակելի շենքի այդ 3 հատվածում, 3 բնակելի շենքի հատվածում, առանց հասարակական լսումների, առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու, կարելի էր հողատարածք վաճառել։ Բնականաբար ոչ։ Երկրորդ, պետք է կանխատեսել, չէ, ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Այդ հողը, որ վաճառվել է, բնականաբար ոչ է մնալ ուղղակի հողատարածք, հետո պիտի որոշակի ինչ-որ շինության վերածվեր, ինչը պիտի բարձրացներ հասարակական մեծ ալիք բողոքի։ Դրանից հետո, ուրեմն Գագիկ Բեգլարյանի օրոք արդեն Էդուարդ Քեշիշ Աբրահամի կողմից ներկայացվել է նախագիծը 14 հարկանի շինություն այդտեղ կառուցելու համար։ Բնականաբար, երբ որ 3 այդ շենքերը ընդամենը 5 հարկի բարձրություն ունեն, 14 հարկանի շենքը որքան էլ ինսոլացիան ապահովված լինի արևի էներգիայի մուտքը եւ այլ, 14 հարկանի շենքի կառուցումը, այդ կնիկը, որ Գագիկ Բեգլարյանը դրել է, ինչ այդ պատասխանատվության պիտի ենթարկվի, թե չէ։ Այսինքն սխալը գալիս է այն ժամանակվանից։ Իսկ Տարոն Մարգարյանը այս վերջին էթափում ընդամենը վավերացրել է այն ամեն ինչ, որ եկել է այդ 2007 թվականից։ Եվ արդեն փոփոխություններով, քանզի Էդուարդ Քեշիշ Աբրահամից ասեց, որ Տարոն Մարգարյանը ինքն է ասել, որ բնակիչների հետ պետք է լեզու գտնել եւ այլն, այսինքն բնակիչներին ավելի ընդառաջ է գնալ։ Եվ հիմա ընդհանուր տեսքը
շինության լինելու է 7 հարկանի, ընդհանուր փաստաթղթերը բոլոր մեզ մոտ հետազոտված են, վաղը հենց Վաղամկրտիչ Մինասյանին են հանձնվելու գերպլանը, աշխատանքային այս նախագիծը ամբողջովին, որը ինձ տրամադրել է, ասեմ, շատ սիրով տրամադրել է հենց պարսկահայ Էդուարդ Քեշիշ Աբրահամը, որին իդեպ մինչև այդ հանել էին, որ այդ մարդը թուրք է, այդ մարդը պարսիկ է, այսինքն սփյուռքահայ գործարարը, որը դրսում ունի իր, այսպես ասած, գործը, դրել է գործարարությունը եւ այսօր վերադարձել է Հայաստան։ Փոխանակ մենք խրախուսենք, փոխանակ պետությունը այդ փաստաթղթի տակ ստորագրելուց հետո նաեւ կանգնի եւ հասարակության եւ բնակչության կողքին եւ կանգնի այդ գործարարի կողքին, որպեսզի այս վիճաբանությունը քաղաքակիրթ նորմալ ընթացք ստանա եւ կա օբյեկտիվ լուծման հանգի երկու կողմերի համար։ Ես այսօր ոչ մի արձագանք չեմ լսում ոչ Երևանի քաղաքապետարանի կողմից, ոչ Երվանդ Զախարյանի կողմից, ում հենց գեղեցիկ այդ ստորագրությամբ է գնացել սկսվել է ամբողջ պատմությունը, ոչ էլ այսօրվա ներկայիս տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կողմից։ Որևէ մեկը պիտի պատասխանատվություն կրի այս լուրջ հարցի համար, ես չեմ հասկանում։ Որևէ մեկը պիտի բացատրություն տա, բացի այդ, նաև բնակիչների կարծիքը որքան էլ հարգեմ ու սիրեմ մեր այսօրվա հասարակությանը բնակիչներին է տեղի։ Ուրեմն մինչև այդ մեզ ներկայացնում են, որ այդտեղ եղել են բավականին մեծ ծառեր, այդ ծառերը հատվել են, իսկ ինձ տրամադրված են, խնդրեմ, այս նկարները։ Մինչև այդտեղ եղել է այդ շինությունը երհարկանի, որտեղ ընդամենը թփեր են, տեսնում եք, եւ ինչ վիճակում գտնվող այդ մարդը կոյուղագծերից բռնած փոխել է։ Այդ ենթակայանը, որ եղել է, այդ ենթակայանի տակ գտնված սովետական այդ միության այդ այսպես ասած ակերից բռնած հանել է, փոխել է, նոր ենթակայան է կառուցել, վերանորոգել է իրանց բակերը։ Եվ մինչև դրանից հետո խնդրեմ, ես էլի լուսանկարներ ցույց տամ, որ դուք ավելի հստակ պատկերացնեք, որովհետև այսօր բոլորը խոսում են ուղղակի սուբյեկտիվ մոտեցումներով։ Իմ մոտեցումը միշտ եղել է խոսել օբյեկտիվ փաստերով։ Խնդրեմ։ Այստեղ որևէ ծառ դուք տեսնում եք։ Մի ճշտում էլի, այն ինչ որ դուք հիմա ներկայացրեցիք, դա հայտնի էր այս քանի շաբաթներ խոսվում է, գիտենք եւ շենքերի կառուցվածքը եւ տարածքը, այսինքն ձեր այսօրվա ասուլիսի նպատակը։ Մեր այսօրվա ասուլիսի նպատակը այս հարցը, քանի որ բնակիչները արդեն տեսեք, այստեղ ինձ մոտ է նաև վերաքննիչ դատարան դիմաց բնակիչների բողոքը, որը մերժվել է եւ բնակիչների բողոքը մերժվել է ինչի համար, որ կոնկրետ որպիսի դուք եթե ցանկանում եք կանխել շինարարությունը 46000 ԱՄՆ դոլար պետք է փոխհատուցում վճարեք գործարանատերին, բայց բնակիչը, որը հայտնվել է սուբյեկտիվ պատճառներով այս խնդրու առարկայի շուրջ այդ 46000 դոլարը որտեղից պիտի վճարի եւ քանի որ բնակիչը չի կարողացել վճարել բնականաբար գործընթացքի մեջ է եւ քանի որ արդեն ես բնակիչների հետ զրուցել եմ ու գիտեմ որ վճռաբեկ դատարան պիտի գործը կնա շատ ուրիշ խժդժություններ կարող են առաջանալ դրանից կարող են օգտվել այսօրվա ներքաղաքական իրավիճակում այսպես ասած շատ սխալ սուբյեկտիվ քայլեր անող տարբեր ակտիվիստական խմբեր եւ այլ խմբավորումներ քանի որ ինձ հուզում է իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճակատագիրը առաջին հերթին այս պահից սկսած այստեղ ովքեր որ հավաքվել են եւ ես ուզում եմ որ ամեն ինչը ճիշտ նորմալ հունով ընթանա եւ նորմալ լուծում ստանա եւ սփյուռքահայ բարերարը որը իր կողքին ունի ելի շատ սփյուռքահայ այլ ընկերներ որոնք կարող են հստակ ներդրումներ անել տարբեր տնտեսական ծրագրերի մեջ այդ ամենը նորմալ լուծում ստանա ես ցանկանում եմ որ օբյեկտիվ գնահատական ես սպասում եմ ես ակնկալում եմ Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի, Տարոն Մաշկարյանի ակտիվ նորմալ մասնակցությունը այս process-ին խնդրի ներողություն եկեք բան անենք վերջացրեցիք ես վերջացրեցի համեցեք դուք ակնկալում եք իրենցից պատասխան բայց դուք որևէ ձեր լուսանկարության անունից նամակներով կամ ոչ ոք դիմել եք իրենց Մինչև այս գործը ուսումնասիրվում էր բնականաբար։ Հիմա արդեն պատրաստվում ենք դիմել։ Մի հարց էլի, եթե ասում եք որ այնտեղ ծառեր չեն եղել եւ այլն, դեպքում ո՞նց եք բացատրում դատարանի որոշումը, որ Պորտուգալն է հենց Աբրահամի Լիբերսպային այդ տարածքում ծառահատումներ կատարելու համար։ Այնտեղ ծառեր եղել են, բավական դատարանի որոշում կա։ Ու մի հարց է, եթե նախագիծը կա, ինչու այդ մարդը չի ներկայացնում նախագիծը, ոչ առաջադրանքը, ոչ նախնական նախագիծ, ոչ մինչև զրոյական նախագիծը, հստակ 7 հարկանի, 6 հարկանի դրան նախագիծ այդ բնակիչներին, որ նրանք տեսնեն, հասկանան, հստակ հասկանան, դա բնակելի շենք է, ոչ թե Տեսեք, ես հասկանում եմ, բացատրությունը կայանում է նրանում, որ բնակիչները հենց սկզբից, այսպես շատ թշնամաբար եւ այլ, արդեն հասկանում եք, ոչ քաղաքակիրթ, ոչ ճիշտ ամենահասարակ խնդիրներ կարող է
շատ սխալ ընթացքով ընթանալ, եթե սխալ սկիզբ ունենա։ Եթե համատեղ վիրավորանքներով ընթանա, երկու հարց տվեցիք, ես կխնդրեի առաջին հարցին առանձին պատասխանել, երկրորդին առանձին։ Ուրեմն ծառերի հետ կապված դատական որոշի արկայություն։ Բնակիչները դժվար է ինչ-որ դեր ունենան, դատարանը որոշել է, որ այդ ծառահատում։ Գիտեք, ես այսօր վստահություն չունեմ նաև մեր դատարանների նկատմամբ։ Ես քանի որ ի սկզբանե նշեցի, որ մենք պետություն չունենք, իսկ պետության գլխավոր մասը կազմում են նաև այսօրվա իրավական դատական համակարգը, ես նաև վստահություն չունեմ այդ բանը։ Ես փաստերով եմ խոսում, խնդրեմ, ես նայում եմ այս թփերը, ես այստեղ ծառ չեմ տեսնում։ Չէ, սա ինձ տրամադրել է գործարարը։ Դա խնդրում նայեք ազատության տեսանյութ, այնտեղ կա նկարած բնակիչների նկարած, թե ինչքան ծառ այնտեղ կար, թե թուք կանաչ էր ամեն դեպքում կկատարի որոշումը։ Ու նախագիծ, որ այդ ցույց է տալիս, դա մինչև զրոյական։ Լավ, հիմա ինչ պիտի անել, մեղադրել սկզբում գործարարին, հետո բնակիչին, իսկ ով պիտի մեղադրի այն մարդուն, որ այդ հողը վաճառել է։ Ներողություն, ուղղակի խնդիրը այսպես է, քանի որ ես չեմ հիշում այլ քաղաքական կուսակցություն որևէ այսպիսի խորությամբ ուսումնասիրել է, թե չէ, ուրեմն դեպս մամուլում ես չեմ կարդացել։ Այս պահին դուք միակ քաղաքական ուժն եք, որը կարծես թե վարում է այս գործի անկողմնակալ եւ կուստեք բան։ Եվ այս իմաստով, ասենք նույն այն նյութերը, ինչի մասին խոսում են լրագրողները, ես կցանկանայի, որ դուք դա գցեք ձեր ուսումնասիրությանը, որպեսզի պատկերը ամբողջական լինի։ Երկրորդ հարցը այդ նախագիծը չներկայացնելու վերաբերյալ հարցն է։ Եթե այստեղ զուտ ամբիցիաների կամ վիրավորվածության խնդիր կա, գուցե ձեր միջնորդությունը կամ ձեր գործունեությունը լինի հենց այն, որ ձեր միջնորդությամբ գործարարը բնակիչներին տրամադրի այդ նախագիծը եւ ասենք մի հատ բլոկ սեղան կազմակերպենք, թեկուզ այստեղ ես հրավիրում եմ նույն բնակիչների եւ գործարարին, որպեսզի պարզապես հասկանանք, թե ով ինչ է ուզում։ Որովհետև այստեղ շատ բացեր կա։ Դուք գիտեք ավելի շատ, քան որևէ մեկը ուսումնասիրել եք, դրա համար եմ ձեզ ասում, գուցե պետք է այդ տիպի ինչ-որ քայլ անել ձեր կուսակցության։ Գիտեք, նաև բնակիչների կողմից ուրեմն մի այսպիսի տեսակետ է հնչում, որ թող մեր այս վնասները փոխհատուցվեն, թող մեզ տուն տրամադրեն, մենք համամիտ ենք, թող արդեն Էդուարդ Քեշիշ Աբրահամին դիմել են նաև այդ խնդրանքով, որ մեր այս բնակարանները կարող ես վերցնել, 14 հարկանի էլ կառուցել, մեզ էլ տուն տալ։ Բայց այսօր ես գտնում եմ, որ այն բնակիչները տուն ունեն, չէ՞, եթե այսօր տուն տալու հարց լինի, այնքան ազատամարտիկներ կան, որոնց ես հետ շփվում եմ, ապրում են տնակում այս պայմաններում։ Եթե տուն տալու լինի, թող ազատամարտիկին տա տուն։ Չէ՞ խոսքը նախագծի ներկայացման։ Հա, նախագծի ներկայացվածության ասում եմ, իսկ նախագիծը որևէ խնդիր չկա, այո, սա չէ, հենց վերջնական նախագիծն է, որտեղ հստակ 7 հարկանի շենքի բոլոր այդ ամբողջ ամեն ինչ այստեղ պարզաբանված է ու որևէ խնդիր ես ինքս կարող եմ այստեղ տանել եւ ներկայացնել բնակիչներին։ Իհարկե, խնդրեմ։ Ճշտում էլի, քանի տարվա կուսակցություն։ Ես ասեմ, մեր կուսակցությունը նորաստեղծ է, մի ամիս ու կես առաջ է գրանցվել պետականորեն պետական ռեգիստրում, բայց մշակույթ հասարակական կազմակերպության հենքի վրա ստեղծված, բնականաբար վերջին ազգային ժողովի ընտրություններից հետո արդեն գործընթացը գնում էր մարդկային ռեսուրսների հավաքագրման, կուսակցության գաղափարի եւ արդեն մի ամիս ու կես առաջ կուսակցությունը պետականորեն գրանցվել է, բայց այն գործունեությունը հասարակական քաղաքական, որ ես ծավալել եմ, կարծում եմ շատ-շատերին հայտնի է։ Իսկ կուսակցության ստեղծման նպատակը, որ ասենք, ինչ է պատկերացնում։ Կներեք, ես կուզեի, որ Ռուդիկ Ներսիսյանը նույնպես արտահայտվեր, դրանից հետո նոր ինձ հարցեր տակ, դա եւ ես կխնդրեի, խնդրեմ, որ Ռուդիկ Ներսիսյանը նույնպես ես կցանկանայի լսել։ Ամեցի։ Քանի որ կուսակցության նախագահին նոր լրագրողը հարցադրում արեց դատարանի հետ կապված, ես կասեմ, մեր դատարանները ժողովրդավար չեն, չկա ատենակալ, այսինքն հանրային խորհուրդը հասարակական կազմակերպությունները զրկված են մարդկանց դատելու պրոցեսին ներկա լինելու, այսինքն դրանով ես կարող եմ ապացուցել, որ ամբողջ Հայաստանում ժողովրդավարություն բառը Միայն ասվում է ասելու համար, թղթի վրա գրելու համար։ Կարող եք ինձ ասել արհեստակցական միություն, որ կազմակերպություն ունենք, չունենք, ընկերական դատարաններ ունենք, չունենք, իսկ այս հարցը, որ այսօր շուրշակվում է մեր ակումբում, ես ուղղակի կասեմ, պատկան մարմինները, ովքեր տվել են այդ համապատասխան թույլտվությունները, նրանք սխալները թույլ են տվել ժամանակին, որ մինչև օրս չեն պատասխան չեն տվել, բայց
մեր կուսակցությունը իրական հանձնախմբի քննարկման ցանկություն ունի ու առաջարկում է օրենքի մեջ հետադարձ խստացնող ուժ ունեցող օրենք ներառելու, այսինքն այն արարքը, որը հղի է հետագա ծանր հետևանքներով, նման արարքի համար պատկան մարմինը եւ կատարող անձը քանի տարի անց լինի պատասխան տան, մեկնաբանել այլ ձևի, բազմահարկ շենքի, բազմաբնակարան շենքի տանող պատը հատելու, շենքի սեյսմիկ հզորությունը թույլատնելու համար ուզում է դա լինի 10 տարի առաջ թե 20 տարի առաջ սեյսմիկ երկրաշարժի դեպքում այդ մնացած մարդկանց կյանքի համար, որը հղի է, արկա է ու անխուսափելի է, պետք է պատասխան տա 14 թվականի մասին է խոսքը։ Պետք է պատասխան տա այն պաշտոնյա անձը, ովքեր թույլտվությունը տրվել են, մեկը մի հատ խանութ է դրել, նաև իր գրբանը կաշառք է դրել։ Ներողություն, ուղղակի ասեմ, որ քաղաքակիրթ երկրներում այդ մոդելը վաղուց արդեն կա, պետությունը պատասխան է տալիս իր պաշտոնյաների արված գործերի համար, ասենք օրինակ այստեղ կա փոխհատուցման խնդիր, եթե այն $46,000, այդ 46,000-ը նորմալ երկրում պետությունը կփոխհատուցեր, իսկ հետո ինքը պետությունը իր պաշտոնյայի հետ իր հարաբերությունները կպարզեր իրանց Բնականաբար եւ ոչ թե բնակչին ասել $46,000 տուր, որպեսզի փոխհատուցես, սա ինչ անհեթեթ է։ Ես դրա համար եմ ասում, ձեր ասածը փաստորեն դա նորմալ պետական կառուցվածքի նորմալ նորմ է, որը որ պետք է մտնի։ Այդ մշակույթը, այդ քաղաքական մշակույթը մտնի Հայաստան։ Հիմա ով է պատասխան տալիս, Պետությունը, ով թույլ է, քաղաքապետարանն է թույլ տվել, վաճառել այդ տարածքը, պարզվեց, որ սխալ է վաճառվել տարածքը։ մի հատ հասցե խնդրում եմ նշեք, այդ հասցեի պատը քանդելու, տանող պատը քանդելու, միջնապատ չէ, տանող պատը քանդելու համար մեկը պատասխանատու է։ Դուք նախադեպ կարող եք չունենալ այս պայծրությամբ, որովհետև համակարգը չի աշխատում։ Իսկ 20 տարիների Մեր առաջարկը դա է, որ տվյալ օրենքը հետադարձ խստացնող ուժ ունենա, որ պարոն Զախարյանը ու մյուսները իրենց ժամանակի կատարած արարքի համար պատասխան կրեն, որ թույլտվություն տվողը մի հատ պատկերացրեք, թե ինչ հղի, ինչ հետևանքներով է հղի իր տված թույլտվությունը։ Չէ, այդ բոլորը էլի հասկանալի է, կներեք ձեզ հարց տամ ուղղակի կապված, որովհետև ձեր կուսակցությունը արել է այս համենայն դեպս հարցի շուրջ աննախադեպ բան, եւ ընդհանրապես ես իրական հասկանում եմ, կուսակցությունները մի քիչ աշխատում են հեռու մնալ հասարակական շարժումներից, ակտիվիստներից, իսկ դուք ակտիվիստների հետ հանդիպում ունեցել եք։ Ակտիվիստների, որ ակտիվիստների։ Այն ակտիվիստների, ովքեր ասենք փակում են այդ փողոցը Կոմիտասինգում, ուրեմն ասեմ, նախախորհրդարանի ուրեմն անդամներից երեկը զրուցել հենց Վարդանի հետ եւ ասեց, որ այդ նախաձեռնությունը եղել է իրենցը, ակտիվիստները պարզապես միացել են։ Այսինքն իրենք նույնպես ունեն ինչ-որ ակտիվիստական խումբ, որ այդ դրսևորումը իրենց կողմից է նախաձեռնությունը եղել, ակտիվիստները միացել են։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա ակտիվիստներին, ասեմ, ուրեմն անցած տարի էր նախագահական ընտրությունների ժամանակ այդ նույն ակտիվիստների հետ միած շարժման ակցիայի ես նույնպես մասնակցեցի։ Դրանից հետո որպեսզի հասկանամ, այս երիտասարդները եկել են ակտիվ ձևով ինչ-որ տարբեր գաղափարներ են, սկսեցի շփվել իրենց հետ, հասկանալ, իրոք նպատակները ազնիվ են, հետևել, որովհետև եթե իսկապես կա երիտասարդ, ընդվզող երիտասարդ, որը այսօր դուրս է եկել այդ ռեժիմի հետ, բնականաբար սկզբից ասում ես բրավո, հետո ուսումնասիրությունից հետո երբ որ շփվում ես այդ մարդկանց հետ, տեսնում ես, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում, կամ ինչ մեթոդներով են իրենք գնում այդ ամեն ինչին, եւ ինչ ճանապարհներով են, ինչ ընդհանուրի մասին Հիմա օրինակ ասեմ ձեզ վերջին այսպես չգիտեք ինչ պրովոկացիաների իրանք հիմա ես այնքան ես ինձ այսպես ասած չեմ ուզում նորից այդ թեմաների մեջ ներխուժենք ու ակտիվիստներ ինձ այդ մարդիկ անհետաքրքիր են հասկանում եք որ ես նորից տնեմ այդ հարցը քննարկեմ ամբողջ խնդիրը կայանում է նրանում որ այսինքն խնդրող առարկային այսօրվա պետության լուրջ մեր հիմնախնդիրներին թե արտաքին մարտահրավերներին թե դրսի մարտահրավերներին սուբյեկտիվ մոտեցումներով են փորձում մոտենալ փորձում են առաջացնել ոստիկանի նկատմամբ ատելություն ինչ որ գնացել են նստածույցեր են քանի անգամ գնացել եմ խոսել եմ ասում այս նստածույցը ոչինչ չի տալու
Երկրորդը, այդ հանդիպել եմ նաև Նավասարդյանի հետ։ Որպեսզի հասկանում եք, այսօր մեկը պետք է լինի այս մեր հասարակության մեջ, որ օբյեկտիվ, եթե ակտիվիստն է ճիշտ, ակտիվիստի շահերը պաշտպանին, եթե պաշտոնյան է ճիշտ, պաշտոնյայի շահերը պաշտպանին, այս արտարադատությունը պետք է մտնի մեր Հայաստան, թե մարդկանց ճակատագրերը արդեն դարձել են մեզ համար, ուղղակի չգիտեմ, քամու այսպես թևով բերված տերևների հատիկներ։ Մարդն է չէ կանգնած կենտրոնում։ Իսկ ինչ վերաբերում է նաև, ասեմ, երբ որ ես հանդիպեցի, երբ որ Facebook-ում գրել էին համապատասխան շատ տգեղ արտահայտություններ իմ հասցեին, այսինքն դիպչելով իմ կանացի ինքնասիրությանը, իմ արժանապատվությանը, բնականաբար, եթե ինչ-որ մեկը նման հայտարարություններ է անում եւ նման բաներ, ես շատ հստակ գիտեի, որ այդտեղ 20 հոգանոց խումբ է կանգնած, գիշերը ժամը 9-ին ժամադրել եմ, գնացել եմ այդ հարցը պարզաբանելու եւ այդ մարդիկ այնպիսի դրսեւորումներով հանդես եկան, որ շատ ավելի վատ էր, շատ ավելի վատ թարագույն, քան այսօրվա ոստիկանը։ Փորձեցին այսինքն հանդես գալ, բայց ես փառք Աստծո ոչինչ բանից չեմ վախենում, նման թափտպուկներից չեմ վախենում, հստակ գնում եմ առաջ։ Խնդրեմ ձեր հարցը։ Եթե կարելի է ասել, այդ հետագա քայլերը եւ դուք նշեցիք, որ դիմելու եք տարամարգարանին եւ այլ համակներով, այլ կպարզաբանեք հետագա։ Այո, հետագա քայլերը լինելու, ինչպես մեր գործընկերը նշեց, շատ գեղեցիկ, շատ քաղաքակիրթ մոտեցմամբ, այսինքն բոլոր այդ պատասխանատվություն կրող անձանց հրավիրել մամուլի ասուլիսի, այսպես կլոր սեղան քննարկման, լրատվական միջոցների նույնպես հրավիրել, այդ ի սկզբանե պատճառաբանել այդ բոլոր պատճառները, թե ինչի համար է հողը վաճառվել, ում է վաճառվել, հետո ումից է գնել, եւ այդ պատասխանատվությունը, որը ժամանակ տվել է Գագիկ Բեգլարյան 14 հարկանի շենքի, այդ պատասխանատվության պիտի ենթարկել, թե պիտի չի ենթարկել։ Այսինքն մենք իսկապես մտցնենք այն քաղաքական մշակույթը, որի որևէ քայլ, սխալ քայլ հասարակության նկատմամբ, եթե արվում է, դա պիտի միանշանակ ենթարկվի պատասխանատվության։ Քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվում, այս ամենը շարունակվելու է։ Իմ հարցերի եթե կարելի է 1.5 ամսվա կուսակցություն է գրանցված գոնե։ Քաղաքական դաշտում 80-ի կարգի կուսակցություն կա, դուք ո՞նց եք պատկերացնում ձեր գործունեությունը ու ընդհանրապես տագայում քաղաքական կյանքում, որ ձեր տեղը որն է լինելու։ Ես ասեմ, մեր տեղը լինելու է, այսպես ասած, հասարակության շահի կողքին, պետության շահի կողքին, եւ նաեւ լինելու է այն բոլոր կուսակցությունների կողքին, ովքեր այդ ազգային գաղափարախոսությունը կկրեն իրենց մեջ, ովքեր կցանկանան գալ, միտվել, մի կողմ դնել իրենց բոլոր սեփական անձնական ամբիցիաները, գալ մի ընդհանուր, այսպես ասած, կոնսենսուսի, քաղաքական կոնսենսուսի, ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Դա թեկուզ եւ կլինի հանրապետականը, որովհետեւ ես ինչի համար եմ այսօր տարբեր համագործակցության շրջանակներում փորձում ճանաչել մեր այսօրվա տարբեր ոլորտի պաշտոնյաների, որովհետեւ համակարգը այո ահավոր է եւ այդ համակարգը ստեղծողը Սերժ Սարգսյանն է։ Ես խնդրում եմ, եթե Սերժ Սարգսյանի որևէ ուղղված խոսք եմ ասում, անպայման ցույց տվեք այդ ամենը, ես չեմ վախենում։ Խնդրում եմ ցույց տվեք։ Այո, Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված այդ համակարգը այսօր իսկապես հիվանդացրել է եւ հասարակությանը եւ այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր գտնվում են այդ համակարգում, բայց համակարգում կան շատ ավելի նորմալ պաշտոնյաներ, ովքեր ճիշտ ղեկավարության, ճիշտ համակարգվածության դեպքում չեք պատկերացնում, թե ինչպիսի պրոդուկտներ կարող են տալ ինստիտուցիոնալ տարբեր գաղափարների, տարբեր գործունեության, չեք պատկերացնում ուղղակի, եթե ճիշտ ղեկավարում լինի։ Ես հավատացած եմ։ Հիմա այս պահին գրանցված 207 անդամ ունի, բայց բնականաբար կուսակցությունների մասին կանոնադրության համաձայն, օրենքի համաձայն, մինչև 6 ամսվա ընթացքում պիտի այն հասցնենք 2000-ին։ Բայց գիտեք ինչի հաստատվածություն կա կուսակցությունների նկատմամբ, ես այսօր կարող եմ ենթադրենք մշակույթ հասարակական կազմակերպությամբ նորից փորձել քաղաքական մեր հասարակական դաշտը գրավել, բայց ես անկեղծ եմ եղել։ Կուսակցությունը դա երկրի ներքաղաքական արտաքին քաղաքականությանը մասնակցող ակտիվ գործոն է։ Եվ ես ազնիվ եմ, չեմ ուզում խաբել հասարակությանը, կուսակցություն է լինելու, որը զբաղվելու է պետության հարցերով։ Վերջապես այս երկրում պիտի կայանա պետությունը։ Շատ լավ, համեցեք։ Ձեր խոսքեր փոխում են արտարակացարիզման։ Երբ ես վստահեցնում եմ, որ Հայաստանում առնվազն 4-5 հայտնի կուսակցություն կարող է նշել, Ժառանգությունը, Հանրապետականը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, նույնիսկ ազատ դեմոկրատները, իրենք բոլոր ազգի շահի համար են աշխատում։ Եվ ում են որ դուք դիմեք, իրենք հաստատ ասեն, որ այո մեր գաղափարության հիմքում ազգն է, պետականամետությունը, պետությունը եւ այլն։ Դրանց ո՞ր մեկին դուք կմիանաք,
Եվ դուք ասացիք, որ պետք է լինի այն մեկը, որ զբաղվի իսկապես ազգի շահերով եւ արդարադատությունը կայացնի մոտավորապես։ Ուզում եք լինել այդ մեկը դուք։ Այո, ուզում եմ լինել այդ մեկը ես։ Իսկ որ կուսակցության եք միանը։ Գիտեք ինչ, այս պահին Հանրապետականի միանը, որի ղեկավարը Սերժ Սարգսյանը ում նոր դուք պատմում քննադատում։ ես արդեն ասացի, հանրապետականի ներսում կան շատ լավ ուղեղներ, կան նորմալ մարդիկ էլ, ոչ են վերնախավի պատգամավորների մասին, ընդհանուր հանրապետական, այսպես ասած, այս համակարգի մեջ պաշտոնյաներ, որոնց հետ կարելի է շատ հստակ համագործակցել, ծրագրեր իրականացնել եւ այլ, իսկ ինչ վերաբերում է ում կմիանան։ Հիմա 1 տարի առաջ ես եմ հնչեցրել այն միտքը, որ բոլոր կուսակցությունները պիտի ընդհանուր ազգային դաշինք կազմած մտնեն ազգային ժողով մյուս ընտրություններին, եւ ես այդտեղ շատ հստակ տեսնում եմ շատ այսօրվա հայտնի կուսակցությունների եւ նույն ձևով տեսնում եմ հանրապետականի այն առողջ մասին, ով կցանկանա իսկապես տանել երկիրը զարգացման ճանապարհով։ Դուրս կան հանրապետականից եւ մտնեն այդ դաշինքը։ Կկայանա արդյոք այդ դաշինքը, թե չի կայանա, դա բավականին դժվար խնդիր է։ Հա։ Շատ ներողություն, ես եմ ցանկանում ձեզ հարց տալ։ Դուք որպես լրագրող ձեր իրավունքից զրկված չեք ազգային ժողովի աշխատանքները հետևելու, հետամուտ լինելու ուղիղ եթերով։ Ուղիղ եթերով։ Հա, գնաք, նայեք ու հեռուստատեսությամբ ժողովուրդը ձեր ցուցադրածը տեսնի։ Ես երբեք եթերով չեմ օգտվել, որովհետեւ ինքս գնում եմ ազգային ժողով միանգամից այս լայվ տարբերակով լուսաբանում, բայց ինչքան գիտեմ, որ եթերը հեռարձակվում է եւ քննի չկա։ Այսինքն հեռարձակում եք, գիտեք ինչպես, ես ինքս էլ մի տարի առաջ ազգային ժողովում լինում էի, հենց այդ օրը, երբ որ ընդամենը 3 պատգամավոր եք նստած ազգային ժողովում, 3 պատգամավոր եւ այդ լուսանկարներն էլ իմ մոտ ես պահել եմ ապագայի համար։ 3 պատգամավորի դեպքում հեռուստատեսության ուղի եթերով գնում է, որ ամբողջ տալիջը լցված է, պատգամավորները գնում են եւ հարցի քննարկում է գնում։ Ամեն դեպքում դա ազգի խնդիրները չի լուծում, դա լիճը միշտ չի լուծում։ Եվ ավելի լավ է, որ չլինեն, այո, ավելի լավ է չլինեն, որտեղ մարդիկ կան ուղղակի ֆիզիկապես նստած են։ Այո։ Դուք ասացիք ցանկանում եք որ դաշինք ստեղծի, դուք ուսումնասիրել եք քաղաքական շահ այդ կուսակցությունների անձերի առանձին քաղաքական, տնտեսական, բիզնես, անձնական շահերը, այդ բոլոր շահերը համադրել եք, իրար վերլուծել եք այդ ամենի դարձում հնարավոր է միացում դաշինք, որտեղ այդ միացումը դաշինքի մասին շատ են խոսում, բայց գործունի քաղաքական շահ, ինչպես նշեցի, բիզնես շահեր։ Ես ասեմ, առաջինը որ կմիացնի, դա հենց քաղաքական շահն է լինելու։ Մենք գիտենք բոլոր կուսակցությունները այսօր բիզնես շահ, այսքան շատ տարիների ընթացքում բոլոր կուսակցությունները անջատ ինչի են հասել։ Այսօր էլի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում օրենսդիր դաշտում, իսկ միավորվելու դեպքում ես ձեզ հավատացնում եմ, այն ամենը ինչ որ ես ուզում եմ անել միջև մյուս ազգային ժողովի ընտրությունները, միավորվելու դեպքում, այդ դաշինքը կազմելու դեպքում, համաձայնության գալով տարբեր հանրապետական կուսակցության տարբեր պաշտոնյաների հետ եւ իրենց քաղաքական շահը նույնպես բերելով, որովհետեւ այսօր գիտենք, բոլորն էլ իրենց քաղաքական շահով են, շատ-շատերն են առաջնորդվում իրենց քաղաքական շահով։ Այդ ամեն ինչը կազմակերպելով հանրապետական կուսակցություն երևի մնա Գալուստ Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը։ Ձեր կարծիքով պետականորեն գոնե հնարավոր է դա ուսումնասիրել եք այդ ամեն ինչը։ Հնարավոր է։ Հիմա Ռաֆիկ Հովհաննիսյանը որ ասում է հնարավոր է, այո։ Այդ ես եմ ասում, հնարավոր։ Բոլորի, ես գիտեք ինչ, Ռաֆիկ Հովհաննիսյանին միանշանակ վերջին ազգային մեր նախագահական ընտրություններից չեմ տեսնում Ռաֆիկ Հովհաննիսյանը իսկապես այն առաջնորդը, որ մեր երկիրը պիտի առաջ տանի, ժամանակակից նոր ուղղություններով, նոր տնտեսական ծրագրերով, նոր երիտասարդական նորումներով, բայց միևնույն ժամանակ Ռաֆիկ Հովհաննիսյանը հայրենասեր մարդ է, նույն Ռաֆիկ Հովհաննիսյանի դեմ ես որևէ բան չունեմ։ Նույն Ռաֆիկ Հովհաննիսյանն է, որ շատ հաճախ իսկապես իր ամբիցիաները մի կողմ է դրել եւ փոխհամագործակցության առաջարկ է, այլ բան է, որ ենթադրենք, ասենք այդ ամեն ինչից հետո վերջում Ռաֆին գնում է աղոթելու։ Շատ լավ, հարցի ունեք։ Կարծում եք ազգը փրկելու ծրագրեր չգիտեն, արդեն կայացած կուսակցությունները կամ համանական կուսակցությունները, որոնք ավելի շատ հայտնի են, ավելի շատ կաշառում ունեն։ Այսինքն դուք որևէ ճանապարհ կամ ուղի կամ ծրագիր ունեք, որով ժողովուրդը պիտի հավատա ու գացել։ Ես ասեմ, իրենք գուցե հայտնի են, բայց կշռի առումով ես բնականաբար տեսել համամիտ չեմ, որովհետև կշիռը ես կտեսնեի այն ժամանակ, երբ որ Հայաստանում արմատական համակարգային փոփոխությունների նրանք կարողանային հասնել։ Իսկ դուք ո՞նց եք ներդրել այդ արմատական
համակարգային փոփոխությունները արդյոք դուք ունեք որևէ ծրագիր, որ կբերի այդ փոփոխությունները։ Ես ասեմ, քանի որ մեր կուսը այսօր ես Հայաստանի առջև ծառացած խնդիրների բոլոր տխտապաճառները տեսնում եմ, տնտեսություն, ազգային տնտեսություն չունենալու մեջ, հիմա մենք մշակում ենք, մեր կուսակցությունում մշակում ենք 3 տնտեսական ճյուղեր, որոնք պիտի ներդնենք Հայաստան։ Այսինքն իմ աշխատանքը մոտակա տարիների աշխատանքը լինելու է տնտեսական ներդրողներ գտնել դրսից եւ խնդրեմ, եթե այդ կուսակցությունները իսկապես կցանկանան կանգնել, այս սա կլինի իսկապես մի գեղեցիկ process, որ մենք կհասկանանք, որ կուսակցության շահը որն է։ Եթե մարդիկ պիտի միտվեն ինչ-որ արհեստական դաշինքների բաների միջոցով, ավելի լավ է չլինի։ Ավելի լավ է ես կարողանամ, ասենք, թեկուզ իմ կուսակցությունը առաջ տանելով, որովհետև ես ասում եմ, ես չեմ ուզում բիզնես ունենալ, ես չեմ ուզում լիքը փող աշխատել, ես ուզում եմ պետություն ունենալ, որտեղ պաշտպանված կլինեն իմ իրավունքները եւ բոլորի, ինչ։ Իշխանությունը ինքը աթոռը գայթակղիչ է, գուցե այդ գայթակղությունը է։ Գայթակղիչ ինչ առումով է գայթակղիչ, որ ամբողջ օրը պիտի աշխատես։ Հա, ամբողջ օրը պիտի, ես հիմա տեսեք կուսակցության ղեկավար եմ, իմ օրը սկսվում է հանդիպումներ, ես բավական, ասենք, երիտասարդ տարիք ունեմ, կուզենայի ժամանցային տարբեր ծրագրերի էլ մասնակցել, բայց դրա ժամանակը չունեմ։ Այսինքն այդ դաժանակիր աշխատանքն է գայթակղիչը։ Շատ լավ, թույլ կտաք ինձ ես այսպեսի մի հարց տամ ձեզ, ուղղակի մի քիչ ավելի երկար կասեմ, երբ որ քաղաքացիական նախաձեռնությունները սկսեցին ի հայտ գալ եւ որոշակի ինչ-որ հաջողություններ ունենալ, ակցիաներ անել, նրանց մոտ կար այսպեսի մի հատ լեյտմոտիվ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների մոտ, որ եկեք հեռու մնանք կուսակցություններից, կուսակցությունները իրենց վարկաբեկել են, կուսակցությունների հետ գործ չունենք, հանկարծ այնպես չանենք, որ որևէ կուսակցության հետ կապ համարեն մեզ։ Այսօրվա ասուլիսի ընթացքում ձեր ասածից իմ մոտ տպավորություն ստեղծվեց, գուցե սխալ է, որ ձեզ մոտ էլ որպես քաղաքական կուսակցություն կա նման բան, այսպես քաղաքացիական ակտիվիստներից, քաղաքացիական նախաձեռնություններից հեռու մնալ։ Համենայնդեպս դուք ընդհանրացրեցիք այդ քաղաքացիական նախաձեռնությունում ձեր վատ փորձը, կարծես թե բոլորի վրա, իսկ իմ տպավորությունն է, որ այդ քաղաքացիական նախաձեռնությունները նախ մեկը մյուսի հետ կապ չունեն, երբեմն նրանք մրցակցում են իրար հետ, երբեմն դա մարդկանց խումբ է, որ կուսակցություն չի, բայց այդ հարցի շուրջ ինչ-որ մարդիկ գաղափարական համակցություն։ Ես կուզենայի մի քիչ ավելի այսպես հստակ դուք ձեր դիրքորոշումը տաք քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ եւ կոնկրետ որ նախաձեռնություն։ Ասենք օրինակ տեսեք, ես գիտեմ 4-5 նախաձեռնություն։ Ասենք Վահե Ավետյանի, ասենք, հետ կապված այդ նախաձեռնությունը կար, շուկայի, փակ շուկայի որպես ուրեմն պատմամշակութային օբյեկտ պաշտպանության նախաձեռնություններ կան։ Ես չգիտեմ, Կոմիտաս 5-ի այդ նախաձեռնությունները քաղաքացիական նախաձեռնություններն են, որոնք տարբեր տեղերում դրսևորվում են։ Եկեք ընդհանուր Ես չգիտեմ, իմ մոտ տպավորությունը նրանք տարբեր ժամանակներում եկել են ինձ մոտ ասուլիսների, այստեղ եղել են քննարկումներ, իմ մոտ տպավորությունը նա է, որ դրանք համենայնդեպս երիտասարդներ են, տարբեր ինքնախոհ խմբեր են, որոնք որ հա, մի անգամ դրսևորելուց հետո արդեն ոնց որ մնում են քաղաքական դաշտում եւ հետո կարող են այդ քաղաքացիական դաշտում կներեք էլի ինչ-որ գործողություններ անել։ Հիմա ձեր իմ հարցը նորից վերադառնում է հետեւյալին։ Ձեր վերաբերմունքը քաղաքացիական նախաձեռնություններին արդյոք ընդհանրացված չի ընդհանրապես։ Ասեմ, Եվ ինչպես է հետագայում նախատեսում համագործակցել կամ չհամագործակցել նրանց։ Քաղաքացիական նախաձեռնությունները բնականաբար եթե այսօր ակտիվացել են, միանշանակ դրական է։ Նշանակում է քաղաքացիները արդեն ձայն են բարձրացնում, քաղաքացիները ակտիվացել են, քաղաքացիները ակտիվ ձևով ցանկանում են մասնակցություն ունենալ պետության երկրի ներսում պետության ճակերտավոր եւ այն պետության, որը առաջիկայում սպասվում է բոլոր նախաձեռնությունների եւ բնականաբար այդ պետությունը, որ կա քաղաքացու համար է առաջին քաղաքացու շահի հենքի վրա պիտի լինի, բայց երբ որ այդ նախաձեռնությունները արվում են այդ պահի իրադրության մեջ շատ ոչ ճիշտ կազմակերպված, սխալ, վարկաբեկումներով, ինչ որ չգիտեմ, էժանագին տարբեր խեղկատակ ինչ որ խաղիկներով եւ այլն, այդ նախաձեռնության կողքին ինչ ունի անելու Անի Զախարյանը։ Քաղաքացիական նախաձեռնություն ես տեսնում եմ հենց մեր քաղաքացիների, ակտիվ քաղաքացիների, պարտադիր չի ինչ-որ քաղաքացիական խմբեր լինեն։ Քաղաքացին անհատը իր գիտակցությամբ դուրս է գալիս, պաշտպանելու իր շահերը,
Եվ տեսեք առաջիկայում ինչ քաղաքացիական նախաձեռնություններ ենք մենք Ասենք անել։ եղած նախաձեռնություններից կարող եք նշել նախաձեռնություն, որոնց դուք ասենք համակրում եք կամ Համակրում եմ նախախորհրդարանին եմ համակրում ինչ որտեղ։ Տարբերից հստակ պատկերացնում 150 դրամների դեմ որ 150 դրամների դեմ կոնկրետ ասեմ 150 դրամների դեմ նախաձեռնությունը ինձանից է սկսվել, հստակ կարող եմ հայտարարել։ Ակտիվիստների խմբի հետ, քանի որ ես ծանոթ եմ, ես գրել եմ նախքանից, որ պետք է բոյկոտել այդ երևույթը։ Իմ Facebook-յան էջում նաև նշել եմ ճանապարհը, թե ինչպես պիտի բոյկոտենք, ինչ եղանակներով, հեղափոխելով վարորդներին, ավտոբուսներում, բայց այդ ամեն ինչը հետո ինչի վերածվեց, այսինքն այնտեղ ծեծվեցին վարորդներ, այնտեղ տարբեր կոպեկներ շպրտվեցին պաշտոնյաների գլխին եւ այլն։ Այսինքն եթե այդ ակտիվիստները իսկապես ազնիվ, հստակ իրանց քաղաքացու շահը պաշտպանելով այդ ներքին ազնիվ մխումը ես տեսնեի ու այդ նման երևույթները կողքից ոչ կար, այսինքն այսօրվա երիտասարդը, որը պայքարում է, այդ երիտասարդը պիտի լինի քաղաքակրթության չափանիշ, այդ երիտասարդը պիտի լինի այդ ազգային ամբողջ այդ ինքնության կրողը եւ ոչ թե ինչ որ մեր հայ աղջիկները վայ, այս խեղճ հայ աղջիկներին հանգիստ թողեք։ Հայ աղջիկը այսօր դժբախտ է հայ տղամարդու այդ չարտ ու սխալ մտածելակերպի պատճառով։ Ինչքան կարելի է այսպես ապրել, այսօր մենտալիտետի փոփոխության խնդիր նաեւ ունեն։ Երիտասարդ, գեղեցիկ, լավ հայ աղջիկներ կան, ենթադրենք, բա 26-ից հետո, ես ասում նաև մեր կուսակցության հիմքը դա էլ են լինելու։ 26-ից հետո ցանկացած հայ աղջիկ հստակ իրավունք ունի զբաղվելու սեռական կյանքով։ Եվ ես ասում եմ, մեր նախաձեռնությունը միանշանակ նաև քայլեր է ձեռնարկելու հայաստանյան իրականության մեջ, մենտալիտետի մեջ հայ աղջիկա կողքին կանգնելու։ Եթե դա իհարկե արվում է իր ասիրած տղամարդու մեկ տղամարդու հետ։ Պապա մարդը պիտի նորմալ, ակտիվ սեռական կյանք ունենա, որ կարողանա մտածել, գործել, աշխատել։ Սա ինչ մտածելակերպ է, որ այս մենտալիտետը տարիներ շարունակ արմատավորված է։ Հայ աղջիկը ամուսնանում է, այդ, չգիտեմ, ինչ որ Կարմիր Խնձոր, այս հասկացողությունները վերջապես պիտի վերանա, թե չէ մեր, այս տգիտությունից մենք պիտի դուրս գանք, թե չէ։ Ընդհանրապես ուրախ կլինեմ այն հայ աղջիկը, ով ինքն է ընտրում տղամարդուն, ով ինքն է նախաձեռնությամբ հանդես գալիս, բա ոնց։ Շատ լավ, այլ հարցեր կան, Զախարյան։ Շնորհակալություն ձեզ այսօրվա ներկայացման համար, հուսով եմ, որ դուք շարունակեք հենց վաղ արդեն գործը գնում է ճարտարապետների միության նախագահի Մկրտիչ Մինասյանի խորհրդի քննարկմանը, որից հետո արդեն բնականաբար քաղաքապետարան եւ այլն ամենը ինչ որ մենք խոսեցինք։ Լավ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ բոլորից։ Անի Զախարյան, այո։ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար նախագահ։ Ես ունեմ։